Սիրելի ուխտավորներ, Աստծո փառք եւ գոհություն, մենք կգտնվենք Ամալֆի ծովեզերքը, Կոստա Ամալֆի։ Ամալֆին սիրելիներ շատ գեղեցիկ, սքանչելի վայր է, ծովեզերքի վրա ուղագիլերներով եւ դուները։ Այստեղ շատ կարևոր է, որովհետեւ այս եկեղեցին, որ ծեր դիմացն է, այս եկեղեցու մեջ կհանգչի Հիսուսի առաջին աշակերտին Սուրբ Անդրեասի մասունքները։ Անդրեաս Արաքյալը առաջին աշակերտ եղավ Հիսուսին, ադոր համար կգոչվի նախագոչեցյալ Արաքյալ։ Ուրեմն, ասկուշ եղեք, ինչ մի դեպք ասեք, ուրեմն սիրելիներ, ուրեմն, ով եղած է Անդրեաս Արաքյալը։ Անդրեաս Արաքյալը սիրելիներ Հիսուսի 12 արաքյալներն էր, գգարտանք Հովանու ավետարանի մեջ, որ ինքը սկիզբը Հովանես Մգրդիչին աշակերտն էր։ Ինք եւ Հովանես Արաքյալը Հովանես Մգրդիչին աշակերտներն էին։ Օրը, երբ Հիսուս գանցներ, Հովանես Մգրդիչը, երբ որ տեսավ Հիսուսը, բարձրացայն ասավ. «Ահա վասիկ Աստուծո քարդուկը, որ աշխարհի մեղքը վերցնելու համար եկավ»։ Եվ Հովանես Մգրդիչը ասավ իր երկու աշակերտներուն, որ հետևեցեք Հիսուսին։ Ուրեմն Անդրեասը ինք եւ Հովանես Ավետարանիչը Հիսուսի հետևեցան։ Եվ ասին վարտապետ, ուր է կուդունդ, մենք ուզենք քեզ հետ երթալ։ Եվ դեր ասավ ես դուն չունիմ, բայց հետևեցեք ինձի։ Եվ Անդրեասը վերադարձավ Հիսուսին հետ երթալեն, վերադարձավ իր դունը իր եղբոր Պետրոս Արաքյալն էր եղբայրը։ Պետրոսը, Արաքյալներուն առաջինը, մեծը։ Պետրոսին ասավ. «Պետրոս, Մեսիան կդանք»։ Եվ հետաքրքրական է սիրելիներ, երբ որ հարցուց եղբայրը ինչ, ուր է, գիտեք ինչ ասավ, ամենեն հռչակավոր խոսքը Անդրեաս Արաքյալին, եկուր եւ դես։ Եվ Անդրեաս Արաքյալին համար, երբ որ Աստվածաշունչի մեջ նոր գտագարանի մեջ կգարտանք, հետաքրքրական է, որ ով որ իրեն հանդիպած է, ինք մշտապես Հիսուսի մոտեցուցած է մարդիկը։ Եվ սրտանց կաղոթեմ, որ այսօր որ մենք եկած ենք ուխտի Սուրբ Անդրեաս Արաքյալին, մեզի Հիսուսին մոտեցնե։ Անդրեաս Արաքյալը սիրելիներ ապրեցավ հավատքի կյանքով եւ Հիսուսի խոսքին համաձայն գնաց եւ կարոզեց զանազան երկիրներ։ Հունաստանը կնկատվի Անդրեաս Արաքյալի կարոզության գլխավոր կետրոնը, նաեւ եւ շատ ուրիշ երկիրներ։ Անդրեաս Արաքյալի նահատակությունը սիրելներ, ինչպես մյուս արաքյալներունը, շատ վատ եղավ, որովհետեւ ռոմեացիները զինք խաչեցին։ Եվ զինք խաչեցին X խաչացև ցևով, անորամար այդ X խաչը եւ որ դեսնվի, միշտ կգոչվի Սուրբ Անդրեասի խաչ։ Տեսեք այստեղը իր արձանը X խաչի դրեցեք թերնված։ Շատ բան, երկու կարող ան այս եկեղեցու մասին անցեսի խոսիմ։ Այս եկեղեցին սիրելիներ երկու մասերը կփոխանա։ Հին եկեղեցին, տեսեք գողքը հին եկեղեցին է։ 9-րդ դարուն շինված է այս եկեղեցին։ Իսկ այս եկեղեցին նոր եկեղեցին է 10-րդ դարուն շինված է եւ կգոչվի Դոմո։ Դոմո կնշանակե մայր դաջար։ Հետո է որ Անդրեաս Արաքյալի մասունքները 1208 թվականին 4-րդ խաչագրած շարժումին ժամանակ 4-րդ խաչագիրները եւ որ իջան վերադարձին ժամանակ Հունաստանեն Անդրեաս Արաքյալի մասունքները բերին եւ այս Դոմոյի մեջ տնին։ Ադորամար հիմա այս Դոմոն նաեւ կգոչվի Բազիլիկա դի Սան Անդրեո, բայց ինքը Դոմոն է, մայր դաջարն է Ամալֆիի այս քաղաքի։ Եվ զանազան ուրեմն աստեցություններով շինված է այս եկեղեցին։ Գոթիկ, Ռենեսանս, Արաբական, Նորմանդիկ, այս բոլորը այդ ժամանակ այս ֆասադի բաժինը սիրելներ որ գտեսնեք արաբական շունչ ալկա չէ մեջը սիրելներ մոտավորապես 17-րդ դարուն փուլ եկավ առաջ արչիվի մասը եւ հետեւաբար նոր ջարդարաբեդը
ինք փորձեց հին ցևով գոթիկ, արաբական, նորմանդական ցևով երեսը սարքել։ Եվ տեսեք սարքված է հավասի, վերևը ամենավերևը ինչ կտեսնեք սիրելիներ Հիսուսը եւ 4 կողմը նայեցեք ովքեր կան։ 24 երեցները գիշեք հայտնություն Հովանու քիրքին, որ ինչ կհակած էին, ինչ կհակած, ապրիկ սպիտակ հակեր են, կտեսնեք սպիտակ հակած։ Եվ 4 գենթանիները, կտեսնեք 4 գենթանիները։ Ուրեմն նայեցեք այս կողմեն արույձը, արձիվը, մարտանման ներողություն, արույձը, ցուլը, մարտանման հրեշտակը եւ արձիվը։ Տեսակ, ապրիկ։ Իսկ ներքևը սիրելներ Հիսուսի աշակերտներն են։ 12 առաքյալները, տեսակ։ Շատ ապրիկ եւ ավասիկ եկեղեցին սկանչելի 62 աստիճաններ կան սիրելի ժողովուրդ 62 պիտի բարձրանանք այսալ իրենց վերջը կառուցված ավելի 12-րդ դարում կառուցված զանգակատունն է եկեք ելենք սիրելներ հավատքով սիրելներ Մատթեոսի եւ Մարգոսի ավետարաններու մեջ կգարտանք որ օրը Հիսուս ծովեզերքին վրային կալածադենը դեսավ երկու ուրեմն ցգնորսներ ովքեր էին Պետրոս եւ Անդրեասը Հովնանի զավակները մեծեք վերը եւ Հիսուս ինչ ասավ որ ինձ եկեք եւ ես ցեզ ինչ կնեմ մարդու իրենք ինչ էին սուգի որսորդ էին եւ Հիսուսը որ ցեզ ասավ մարդու որսորդ պիտի անեմ Եվ իրենք թողեցին եւ Հիսուսի հետ վերցան։ Իսկ այս բաղությունը սիրելներ գիշեք, եւ որ Հիսուս առաջին անգամ նավակ մտավ, որու նավակներ, Պետրոսի նավակներ։ Եվ ինչ ասավ Հիսուս, նավակը անտիներ է, որբեսի ցգնորսություն է։ Պետրոս ինչ ասավ դեր, առանց գնալու ով է թիմացին, ասավ որ այսքան ամբողջ գիշերը անցուցինք եւ մեկ հատ սուկ չփռնեցինք։ Հիսուսը աչքոմն է դեցեք ասավ ուրգանները։ Եվ երբ որ նետեցին այնքան շատ էին, որ գանչեցին մյուս նավակը օգնության, նայեցեք մյուս նավակը Պետրոսն է, մյուս նավակը կգանչի օգնության, որբեսի ցուգերով լեցուն, նայեցեք ցուգերը, ցուգերով լեցուն ուրեմն ուրգանը բարբեն սիրելիներ նաև մյուս նավակը։ Լավ, Անդրեաս Արաքյանը սիրելիներ նայեցեք իր խորտանիշը ինչ է, այո Ապրիլ Վերինը աստվածամայրն է սիրելիներ, աստվածամոր երկինք վերապոխումը, որովհետև այս եկեղեցին նաև այս դոմոն աստվածամոր վերապոխման նվիրված է, գրեցնեք վերը և եկեք այստեղ Սիրելիներ Հիսուս և որ Պետրոսի քանի անգամ և որ լիջի եկավ Հիսուս և դեսավ որ լիքը մարդ կար Ինչ երավ, ուր կարոզեց Հիսուս, նավակին մեջ են, չէ, նավակ նստավ Հիսուս և կարոզեց, և գիշեք Պետրոսին այդ թեպքը, որ հիշեցի ցեզի, որ ուրգանները լեցվեցան, Պետրոսը զարմացավ և Հիսուսին ինչ ասավ, գխնդրեմ ասավ, հեռացիր ինձ մե, ես մեղավոր մարդ եմ։ Ուրեմն Հիսուս Պետրոսի նավակի մեջ հաճախ կնստեր և ժողովրդին կկարոզեր։ Եվ այս վերի պատմությունն գիտեք ինչ է, Հիսուս սիրելիներ Հիսուսի աշակերտները երկու անգամ Գալիլեայի լիջին վրա փոթորիկի բռնվեցան։ Առաջին անգամ երբ փոթորիկի բռնվեցան Հիսուս իրենց հետ նավակի մեջ ինչ էր գնացած էր, վարգած էր, գտեսնեք։ Եվ առաքյալները սկսան Հիսուսին այցեք իրենց դեմքին արտահայտությունները ինչ ասին, դեր արտնցիր հոգը չէ որ մենք կգործվենք, այցեք։ Եվ Հիսուս ոտքի ելավ եւ ասավ թերահավատներ։ Ինչու համար կասկածակ եւ հանգստացուց ջուրը, դադարեցուց։ Երկրորդ անգամ ալ գիտեք արդեն Հիսուս իրենց հետ չէր, այլ Հիսուս լերը փարսացած էր, եւ երբ որ փոթորիկ եղավ Հիսուս ջուրերուն վրային քալերով գնաց, եկավ իրենց, ըսա մի վախտագես եմ եւ արդեն ասած եմ ցեզի, եւ որ Պետրոսը ըսա որ դեր եթե տունես, ինձ արդոնություն դոր կովդ կամ եւ ջուրին վրայինը սկսավ քալել, մինչեւ այնադեմ որ աչքերը Հիսուսի ուղած էր, սիրելներ քալեց ջուրերուն վրա, եւ որ գասկածեցավ ջուրերուն դա գնաց եւ ինչ կորած դեր բրգեզիս եւ Հիսուս իր ցերկեն բռնեց ու վեր փարսացնելով ասավ ինչու համար կասկածեցար թերահավատ եւ դերը խաղաղեցուց եւ ատկե վերջ իրենք հաստատ գիտան որ Հիսուս դիեզերքի դերն է որ նույնիսկ ալիքները փոթորիկները իրենք ենթարկվին տեսեք դիմաց լերներուն վրա եկեղեցիները սիրելներ բազմաթիվ եկեղեցիներ կան հիմա մենք պիտի մտնենք թանկարան թանկարեմացես պին բաժնեմ
Տանկարան գմտնենք եւ գիշնենք Անդրեաս Արաքյալին մասունքները տեսնելու։ Եղավ։ Շատ բարի, սիրելի ուխտավորներ, ուրեմն հիմա վանքին ներսնենք, հա, դոմոյեն ներսնենք, ասիկա սիրելներ իրենց վանքի բարդեզն է, իդալական բոլոր վանքերը զարմանալի գերբով նույնացև սարկված են, մեջտեղը միշտ անպայմանորեն սիրելներ գամարներով, տեսեք գամարներով եւ միշտ տեսեք թե գոթիկ, թե ռենեսանս, թե արաբական ոճերը ամեն վանքի մեջ կա, հին աֆրիսներն են, ասիկա պիետան է Հիսուսի խաչեն վար իջեցնելու պատկերը, տեսնեք, 9-րդ տարին են ասում սիրելներ, 9-րդ տար։ Տեսեք, մոզաիկներ են եկեղեցվո հին ժամանակներուն, եւ այստեղը հին եկեղեցու մնացորդներն են սիրելներ, հին եկեղեցու մնացորդներ են, նայեցեք, հին ամենահին, ոչ թե 9-րդ տարին, այդ սկիզբեն, հա։ Եվ տեսեք գեղեցկությունը ամբողջ խորշակներուն գեղեցկությունը որքան սքանչելի է։ Արծաթիվ գամարները նայեցեք եւ այստեղին շատ գեղեցիկ երևի զանգակադունը այս մնացորդները երրորդ տարեն են, երրորդ տար 200 թվականներում երևակայեցեք եւ տեսեք այստեղը թե Հիսուս Քրիստոսն է եւ հրեշտակ արծրակությունները նայեցեք որնանկարները սիրելներ որովհետև պատկերամարտության մասին խոսացեցի, որ պատկերամարտության պատճառով թեմքերը դուրս կհանեին, այստեղը Հիսուսի թեմքն է, գոչվի այս նստված Հիսուսին գոչվի Պանտոկրատոր, հունարնով, որ կնշանակե ուրեմն փրկիչ, ամենափրկիչ, եւ տեսեք դարերը այստեղը օմեգան է, ալֆա եւ օմեգա, Հիսուս ինչն է, ալֆան եւ օմեգան, այո, ցերկի մեջը, այս ցերկի մեջ գրված կլա, ես եմ ցանկի լույսը։ Եվ ավասիկ տեսեք արաքյալները հրեշտակապետ է, հրեշտակապետ արաքյալներ իր ցերկի մեջ տամակ կա, որովհետեւ թեմեին պատկերներում պատկերամարդ եղավ, ոմանք եկեղեցու թագավորներ կային այստեղ, որոնք թեմ էին, ոմանք գսեին, որ հետանոսություն է, ոմանք բան էին, համացայն էին, վերջավորության սակայն ովքեր ախտեցին, անոնք, որոնք պատկերները ընդունեցին, որովհետև Քրիստոս ինքը մարմնացավ, հետևաբար այլևս կարելի էր Քրիստոսի պատկերը կծակրել։ Իսպանիան ակիրված է մոսկեներում մեջ հանեցին տեսեք հրեշտակներու պատկերները վերևը Անդրեաս Արաքյալն է դիմացը Անդրեաս Արաքյալն է խաչելության պատկերն է սիրելներ տեսեք ինչ սքանչելի է խաչելության պատկերը այսինքն սքանչելի Հիսուս մեզի համար խաչվեցավ բայց տեսեք Աչագոմյան ավազակը, Թախագոմյան ավազակը, դարբերությունը նայեցեք սիրելներ, Աչագոմյան ավազակին ովքեր գուքան հրեշտակները, տեսեք Թախագոմյան ավազակին կով հրեշտակներ չկան, որովհետև ինքը չհավատաց Քրիստոսի։ Շատ յունիկ նկարն է, ուրեմն Մարիամ Մագդաղենացին, ուրեմն Մայրիկ Աստվածածինը, Հովանես Արաքյալը եւ ուրեմն հռոմեացի զինվորները, տեսնեք այստեղը հայր ուրեմն Նիկոդեմոս եւ Հովսեփարի մատացին, որ Հիսուսի մարմինը արդեն վարգիչեցնեն։ Բայց ինչ հետաքրքրական է, որ Աչագոմյան ավազակին կողը հրեշտակներ կան, որովհետև ապաշխարեց։
ուրեմն տեսեք հարցական տակներ են Hospital. Ասիկա հին եկեղեցին է արդեն, հին եկեղեցին է 9-րդ դար։ Սենտ Լուսին է ասիկա, Սուրբ Լուսին է սիրելներ, Սուրբ Լուսիի մարտիրոսությունն է։ Աստվածամայրը Հովհաննես Արաքյալը, որտեղ ինքը սավ չէ, Կարնուկն է, Հիսուս Աստուծո Կարնուկն է սավ, Հովհաննես Մգրդիչն է, ասիկա ով է, Անդրեաս Արաքյալը։ Ասոնք փափերը գնստեին իրենց կպարսացնեին ուսերովը, եկեղեցվո պարսական փափներ, Փորուրարն է ասիկա, բադրակի սպեստի գդորն է, որ կահանան գրունավորը կահատվի, Հիսուսի հին ներոտյուն Անդրեաս Արաքյալն է իր հին արձանները մեկը, դեսեք, այստեղ Աստվածամայրը Մանուկ Հիսուսով, գրոնական սիրելներ նայեցեք ասիկա կոդի է, բադրակի ընթացքին կոդի, գրոնական արարգաներ են, Աստվածամոր ավետման դապները, Սուրբ սգի է, խույր է, որ եպիսկոպոսները գտնեն, իրենց կրկում վրա, արձանիկներ են սուրբերու ինգված, ուրեմն այսպես սկսին, Սուրբ Մարիամ Մագդաղենացին է, Հակոբոս Արաքյալն է, Դիոնիսիոսն է իր գլուխը գդրեցին, Դիոնիսիոսը, Եվստաքիոսն է, սուրբերն են ասոնք, ասիկա Սուրբ Հակոբոս ուրեմն գրծերն է, Պավլոսն է, ջկնավորը, Սուրբ ջկնավոր Բողոսը և Սուրբ չեմ կեր Սրբուհիմն է ինքը, ասով չուրգը սրսկեն, Սուրբ չուրգը սրսկեն, օրդոմատ չուրգը սրսկեն ժողովուրդին, Տեսեք ինչպես ոսկեթել հյուսված սկանչելի աշխատանք է, բադրակի սկեստ է և սաղավարդ է, անոնք ջաջանչավոր սրպադուքեր են, անոնց մեջ սրպությունը բաղվի, աշագետներու կամ սույպերու մասունքներ կամ զանազան սրպություններ դբաղվին, տեսեք եպիսկոպոսական կամ բաբի արձատաբատ ուրեմն կավազան է և կավազանը գխորտանշ է ինչը հովությունը, որև գրոնավորները հովիվներ են և Մովսես ալ իր ցերկը կավազան ուներ և դեսեք օծացև է, ինչու որովհետև օծը գխորտանշ է ուրեմն իմաստությունը և բժշկություն, նաև բժշկության մեջ գործածվի, բայց տեսեք այստեղը վերը Անդրեաս Արաքյալը բազմած է շատ սկանչելի գերբով։ Եկեղեցու Խորանի ուրեմն բանես սիրելներ արջևի մասն է, ծեր գողքին դեսեք այստեղ Անդրեաս Արաքյալն է, որ իր խաչելությունն է, որ գներգայացն է, դեսեք ոստեղ խաչված է արդեն Անդրեաս Արաքյալը, X ծևով գրեսնեք, X ծևով։ Այստեղը Աստվածամայրը շատ գեղեցիկ պատկեր մնե, հրեշտակները Աստվածամայրը գտակատրեն, թակապրնաձեն, ժբդերես են հրեշտակները, ուրախ են, Հիսուս մանուկն է սիրելիներ, այստեղը բաբերեն մեկն է որ բաները և աշխարը Աստվածամոր և Հիսուսի ցերկի մեջը, Պիետան է, այսինքն Հիսուս և որ խաչեն վարիչավ, Անդրեաս Արաքյալի խորտանիշն է սիրելիներ, ասիկա շատ հադուկ նգարմն է, Աստվածամայրը գատ կուդա իր որդին Հիսուսին, Հովհաննես Մգրդիչն է, այլևս խորտանիշները պետք է սորվի բավական ցեզ բացատրեցի, գողքով է, նայեցեք, շատ սկանչելի պատկերմը վերի հարգուրեմն, այստեղը մայրը իր զավգին, այսինքն Հիսուսին գատ կուդա, բայց վերը Աստվածամայրը Հիսուսին ինչ կնե, ցերկը գահամբուր է, որովհետև ասիկա լավ իմացեք, Աստվածամայր ուրեմն այսպես Հիսուս
Մայրիկ Աստվածածինը Հիսուսի թե զավակն է, թե աղախինն է, թե զավակն է, թե աղախին ներողություն, Մայրիկ Աստվածածինը Հիսուսին թե մայրն է, թե աղախինն է։ Մայրն է, որտեղ զինք ծնավ, աղախինն է, որտեղ Հիսուս փրկիչն է։ Այնպես ալ Հիսուս Մայրիկ Աստվածածին համար թե որդի է, թե ալ փրկիչ է։ Ոստեղը որդի է, վերի նկարի մեջը փրկիչ է։ Ուրեմն Ռոզերի Վարդարանի Աստվածամայր է, տեսեք, միշտ նկատեցեք սիրելիներ, որմնանկարները 9-րդ թարեն եկած։ Մայր խորան եղած է սիրելիներ, խաչերության քանդակով, սկանչելի պատկեր է, ավետում, եւ որ հապիեր մեջտակացը ավետեց Աստվածամոր, միշտ ըսի ցեզի, որ ցերկը ինչ կա, Շուշան կա, հա, Լիլիա կա, այո, իմ Լիլիաս, եւ դեսեք հայրը երկինքեն, տեսնեք, հայր Աստված պատկերացով, աղավնին Սուրբ Հոգին եւ Աստվածամոր փորիգի մեջը Հիսուս, իսկ վերը ովքեր է Աստվածամոր վերափոխումը, երկինք վերափոխում, քերեզմանը բացին, որ տեսնեմ, որ Աստվածամոր մարմինը եւ չկար այնտեղը, իսկ այստեղը սիրելներ Հիսուսի ծնունդը, տեսակ, այստեղը Եղիսապետի եւ Աստվածամոր իրարու հանդիպումն է, Եղիսապետը նայեցեք Աստվածամոր գսե երանելի էստուն, որ փորիգիտ մեջը, այո, Հիսուսունից, այստեղն Հիսուսի 12 առաքյալներն են իրենց չարչարանքի գործիքներով, ինչ գործիքներով, որ իրենք խաչվեցան, ուրեմն նայեցեք, միակը որ չմերավ, չնահատակվեցավ, Հովանես Մգրդիչն է, ներողություն, Հովանես Ավետարանիչն է, բայց Հիսուս ինչ ասավ, եւ որ Հակոբոս եւ Հովանես երկու եղբայրները իրենց մայրը եկավ եւ ասավ, որ մեզ խոստացիր, որ զավակներս քո աչքդ եւ ցախդ պիտի նստի, Հիսուսով գրնակ խմել այն բաժակեն, որ ես պիտի խմեմ դարաբանկի բաժակեն եւ գրնակ մգրդվել այդ դարաբանկի մգրդությամբ այոսին, տեսեք Հովանես Մգրդիչը իր ցերկը սգի ունի, այսինքն ինք Հիսուսի հետ դարաբանկի բաժակեն խմեց։ Գողքինը փանալի ունի, ով գրնալա Պետրոսը Աբրիկ, գողքինը խաչացեր X Անտրեաս Աբրիկ, ուրեմն մնացյալները Մատթեոսն է, Ավետարան ունի ցերկը եւ մնացյալները, տեսակ անցնենք, եկեք սիրելիներ, այ հոգին սուրբն է վերը աղավտակել, խորանին վերը հոգին սուրբն է։ Եկեք այս որմնանկարն անայեցեք, սկանչելի որմնանկար սիրելիներ, Աստվածամոր եւ Մանուկ Հիսուսի։ Եվ սիրելիներ հիմա գիչնենք դեպի Սուրբ Անտրեասի մասունքներում վայրը, կրիպտա կգոչվի ներքևը։ Հավասիկ այստեղին գիչնենք Սուրբ Անտրեասի մասունքարաններ, այստեղ մասունքներ։ Այստեղը սիրելիներ ավետարանիչներն են, երկու հատ այս կողմն են, ավետարանիչները, երկուքը մյուս կողմը։ Հոդեցեք, երբ որ սիրելիներ տեսնենք Սուրբիմը պատկերին կովը առույց, որ ավետարանիչն է, Մարգոս, առույցը Մարգոս, եղավ, առույցը Մարգոսն է, այս կողմը եկնենք, Եվ որ տեսնենք արձիվը, որ աշակերտն է, որ ավետարանիչը, Հովանես, որտեղ Աստվածապահություն։ Նայեցեք վերը, ամբողջ առաստաղը սիրելիներ Հիսուսի կյանքի պատմությունով լեցված է, Հիսուսի խաչելությունը, Հիսուս խաչին դակը ծանոթությամբ գինա, տեսնեք ամբողջությամբ Հիսուսի կյանքի պատմությունով լեցված է։
Աստվածամոտ ուրեմն վերապոխումն է։ Տեսեք սիրելիներ, այստեղը Բիղադոսը իր ցերկերը գլվա, գսե որ ես ամեղ եմ իր արյունոն, Հիսուսի արյունեն, եւ ինչ կսեն հрьяաները, իր արյունը իր մեր վրա թողում։ Այստեղը Սուրբ Անդրեասի մասունքներ կան, ես Սիրելի ուխտավորներ, ահավասիկ մենք հին եկեղեցու ներքև գտնվենք եւ ճիշտ այս արձատյա ուրեմն սրբադուկը որ գտեսնեք, արձատյա սրբադուկի մեջ գտնվի Անդրեաս Արաքյալի մասունքները, Անդրեաս Արաքյալի մասունքները, Հիսուսի առաջին աշակերտ եղում աշխարհի Եվ մենք օրտնված ենք, սիրելի ուխտավորներ, իսկապես օրտնված ենք, որ քիչերեն եղանք, ահավասիկ այստեղ եկանք եւ հիմա հadouk արտոնությամբ պիտի մենք հայրենով աղոթք փարսացնենք, պիտի խնդրենք Սուրբ Անդրեասի բարեխոսությունը բոլոր քրիստոնյաներուն համար, կտեսնեք ահավասիկ Անդրեաս Արաքյալը եւ այստեղ սիրելիներ ով Հովանես Մգրտիչ, նայեցեք բաներով կրված է լատիներով Eche Anius Dei գնահատակե ահավասիկ Աստուծո Քարնուկը Հիսուս ինք Աստուծո Քարնուկն է հետևաբար Անդրեաս եւ Հովանես Արաքյալները բացեք սիրելիներ աղոթակիրքերը H 30 ուրեմն H37-ը 7-րդ աղոթքը կարդանք միասին եւ հաջորդ H-ը 8-րդ աղոթքը Հանուն Հոր եւ Որդվո եւ Որդվույն Սրբո ամեն Շնորհակալություն քեզի Հայր ամենագալ որ Սուրբ եկեղեցիդ մեզի պատրաստեցիր իբրև նավահանքիս Սուրբ դաջարմը ուր Սուրբ երրորդությունդ կփարապանվի Հալելույա Շնորհակալություն քեզի Քրիստոս Թագավոր որ մեզի կյանք բարգեւեցիր Սուրբ եւ գենարար մարմինովդ եւ արյունովդ քո առատ ողորմությունդ եւ գավությունդ շնորհե մեզի հալելույա շնորհակալություն քեզի ճշմարիտ հոգի որ Սուրբ եկեղեցին նորոգեցիր երրորդությանդ հավատքով զայն անարատ պահե այժմ մինչեւ հավիդյան հալելույա շնորհք խնդրելու աղոթք Արաքե քու լույսը դեր եւ լուսավորե միտքս ու խորհուրդներս քու գիտությանդ լույսով Հալածե մտքիս խավարը եւ իմ դգար անձը սորացու հոգիս չանկերով ու վաստակներով Շնորհներդ սփրե անդամներուս վրա դեր լեցուր մարմինս արիությամբ ու ժուժգալությամբ հոգիս երգյուղով ու թողով սիրտս սիրով ու արտարությամբ միտքս քու լույսովդ ու իմաստությամբ եւ խորհուրդներս քու գիտությանդ հանջարով Զորացուր ոտքերս որ արտարության շավիղով երթան ցերկերս բարին կորձեն բերանս գողությամբ եւ օրհնությամբ անդադար քեզ սաղմոսեն Աչքերս հորտապուխ արդասվեն, հոդոդելիկս յանքի գիտության բոլորը սկա եւ ագանչներս լսեն ավիդիած ցայնը որ գսե ներվածը լանքեզի քու բոլոր մեղքերդ ամեն Սիրելիներ Տիրոջ դիմաց սպանանք մեր սիրտը եւ դերը մեր բոլոր մեղքերը ներե մեզի Այժմ գուզեմ ամենքս միասին սիրելիներ նախ դեր ողորմյան երկենք եւ ապա H76 Փառք Աստուծոն
Բահբանյազ մեզ Քրիստոս Աստված մեր, ընդհովանյալ Սուրբ եւ բադվական խաչվտկովի խաղաղության, փրկյա, հերևելի եւ հաներևույթ թշնամույն, արժանավորյա կողության փառավորելս քեզ ընթոր եւ ընծրփոքույն, այժմ եւ միշտ եւ ավիդյանս, ավիդենից ամեն։ Փառքասո Աստված մեզի արիք վավ օրհնեց, որ Սուրբ Անդրեաս Արաքյալի այս սկանչելի
60-րդ իմաց կանքի եւ խոնարհի սիրելներ գտնակ ամենքը խոնարհի մեջն է գլորի մեջն է արծաթի մեջն է նաեւ սիրելներ ամբողջությամբ սրբապատկերներ են Անդրեաս Արաքյալի նահատակությունը ճիշտ մեջներն արդեն տեսնենք իր չարչարանքներն են եւ ուրեմն խաչելությունը այստեղ Արաքյալները ցուկ կբերեն Հիսուսի որովհետեւ Հիսուս ցուկը բազմացնե այստեղ Պետրոս Արաքյալին ոտքերը գլվա Հիսուս եւ Պետրոս Արաքյալը գսե ոչ միայն ոտքերս դա այլ այստեղը երբ որ Գեթսեմանի բարձի մեջն էին տեսեք Հիսուս ձայրը գաղութեր եկավ դեսա որ աշակերտները քնացած էին ասա որ արթնցեք այստեղը տեսեք սիրելներ ուտան Հիսուսը գամփրել եւ համբուրելով Հիսուսը կմատնի տեսակ Հավասիկ սիրելներ նույս ավետարանիչները հրեշտակի թեմքով ավետարանիչը Մատթեոս ավետարանիչն է իսկ Գովուգի ուրեմն Սուրի թեմքով ավետարանիչը Լոգաս ավետարանիչն է Grazie mille signore Grazie mille Arrivederci Եվ այս սիրելներ տեսեք Հիսուսի Աստվածամոր կյանքն է սկսյալ Աննայի եւ Աստվածամոր այցելությունն Հիսուսի ծնունդը Հիսուսի դաջար ընձայվիրը մինչև Քրիստոսի խաչվիրը եւ Աստվածամոր երկինք ուրեմն բարձրանալը վերապոխվելը Աստվածամոր այստեղ ասել են վերջին ընթրիկը Հովանես ավետարանիչը Հիսուսի սրդին վրա քնացավ, այսինքն գլուխը ձրեց եւ ասա որ դեր քեզի ով պիտի մատնե, տեսնեք ելեք փաստան քերի դեր այստեղ Հիսուս ասա որ հայ ուրեմն չէ Մարիամ Մագդաղենացին է Հիսուսը Բարդիզբանի գերբարանքով գներգայնա իսկ այստեղ նա Էմաուսի ճամփորդներն են Հարցրանանք վերի եկեղեցին Սիրելներ ահավասիկ վերի եկեղեցին ենք որ 10-րդ թարում սարքված է 10-րդ թարում Ծննդյան պատկերն է այլ մոսերը նայրիկ ասվածացին և պոդիվները Հավասիկ Անդրեաս Արաքյալի պատկերը մայր խորամիտրան Անդրեաս Արաքյալը Մայր խորանին գետրոնը Զանազան սուրբերու մասունքները այստեղ գտնվին և արձանները սուրբերու մասունքներ և արձաններ են այստեղ Այստեղ են անցյալին սիրելներ
անցյալին վերևեն դերեն սուքիրը գարտային եւ քարոզը հեմեն խոսեին վերևեն սուքիրը գարտային դեսնի երկու բոմերը փեմգա եւ քարոզը խոսեր վերնավորը վերեն որպեսի ժողովրդին սորվեցներ նայեցեք ամբողջ առաստաղը տեսեք Հիսուս Պետրոս Սարակյալ դեսնեք ամբողջությամբ այնտեղ նույն ծայրը տեսեք Պետրոս Սարակյալը ասել դեր եթե դու ես աբոնի որ սիրելուն վրային կամ վերև հավատքի արդյունք է այս բոլոր արվեստը այսօր դժբախտաբար մարդիկ որպես տուրիստ կան բարձրավեստի դելու համար բայց փառքասով որ մենք որպես տուրիստ չենք մենք կուքանք որպես ուխտավորներ աղոթելու ամեն եկեղեցի որ ամեն դաջար որ մտանք աղոթեցինք եւ այս բոլորը մեզի ցույց կտան այդ ժամանակվա մարդոց հավատքի արդյունքը որ որքան հավատացյալ էին որ ուզեին Աստուծո լավագույնը ընծայել եւ իսկապես մենք ալ մեր կյանքի մեջ լավագույնը պետք է ընծայենք գիտեք որ սուդ զաղիկ արհեստական զաղիկ արկիլված է խորանին վրա դրել ինչու որովհետև Աստուծո չես կրնալ արհեստական բաներ տալ, պետք է ինչ տաս, լավագույնը տաս, բնականը տաս, այդպես չենք կրնալ մենք արհեստական հավատացյալը լալ, այլ պետք է մեր լավագույնը տալ, ասիկա շատ կարևոր է սիրելներ, մեր Հայաստանի մեջ, մեր հայրենիքի մեջ ավելի խոնար եղած են, այստեղ գայստրություն եղած է, այստեղ հսկա հարստություն եղած է, բայց վերջապես իրենց արտահայտություն եղած է սիրելներ, Աստուծո նկատմամբ, որ Աստուծո դան հանդեպ նախանցախնդրությունը այն է, որ լավագույնը Աստուծո դան պետք է տան։ Ստակ է։ Եկեք։ Հավասիկ դարձյալ այստեղ են Անտրիասի աթոռ ավելի Անտրիասի աթոռ կգոչվի տեսեք խորանը մայր խորանը սիրելիներ երբ որ Հիսուս խաչվեցավ գիտեք որ Հիսուսի խաչելության վրա 3 լեզուներով գրվեցավ չէ նայեցեք եբրայերեն տեսնեք հունարեն եւ լատիներեն տեսակ եւ ընդհանրապես կաթոլիկյան լատինական նկարներում վրա ինրի գտեսնեք ինրի տեսեք ինրի կնշանակի Իեսուս Նազարենուս Ռեքս Իուդայորում Հիսուս Նազովրեցի Թագավոր հрьяաներու տեսակ առաջին դարերն են ինգուները միշտ կաթոլիկ եկեղեցին ասացին այս մասը որ ժողովուրդը գնացի կգոչվի կաթոլիկ եկեղեցու մեջ կգոչվի նավ ինչպես որ նավը գնացինք եւ թեպի հավիտենականություն գերտանք ընդհանրապես իրենց եկեղեցիները 3 նավերը կփաղկանան առաջին ծայրի երկու մասերը ավելի նեղեն եւ մեջտեղի մեծ նավը ընդհանրապես կան եկեղեցիներ որ մեկ նավով են եւ միշտ կաթոլիկյան եկեղեցիներուն ծայրերը բզդիկ մադուրներ կան անոնք որոնք Հալեբ 40-ից մանգանց եկեղեցի գիտեն եկեղեցին նույն ցևով ծայրերը բզդիկ մադուրներ կան ամեն մեկ մադուրը նվիրված կլա սուրբիմը եւ այդ սուրբին դոնի օրը իր նահատակության կամ իր մահվան օրը այդ խորանի վրա ինչ կգադարվի, բادرակ կգադարվի։ Հետևաբար ամեն մեկ սուրբին նվիրված սիրելիներ դարբեր բաներեն, խորաններեն, իսկ կաթոլիկ եկեղեցու մեջ միշտ ինչերը կան սիրելիներ Հիսուսի ջանաբար խաչին կա, միշտ ծայրերը։ Այ 14 կայանները։ Ասիկա pipe organ է, կաթոլիկ եկեղեցու մեջ հաջող կա pipe organ-ը եւ մեկ մասնալ այստեղ է հարճակավոր շատ սկանչելի Աստվածամոր Մանուկ Հիսուսով դարձանն է եւ եկեք
այստեղը Սուրբ Աստված երկենք դեպի խորան նայած Սուրբ Աստված Սուրբ Եվանմա որ խաչեցան վասը որ միամեծ Սուրբ Աստված Սուրբ Եվազոր Սուրբ Եվանմա որ խաչեցան վասը որ միամեծ Սուրբ Աստված Սուրբ Եվազոր Սուրբ Եվանմա որ խաչեցան վասը Աստված սիրելի ծեր բոլորի ուխտը ընդունի, ծեր բոլորի աղոթները ընդունի, բոլոր ննչեցյալներուն ծեր երկնքի արքայության արժանի դարձնե, մեր մարդկային բոլոր մեղքերը ներե եւ մեր բոլորի անունները յանքի քիրքի մեջ արցնակրե, մեր հայրենիքին շնորհե խաղաղություն, օրհնություն, մեր եկեղեցու բայձարություն եւ մեր բոլոր ժողովրդին իրարու անթեփ սեր եւ միություն, բոլոր այն դուներու մեջ ուր որ սիրելիներ անհամացայնություններ կան ներտաշնակությունը լան Քրիստոսի զորությամբ եւ ներկայությամբ ես սուրբերնալ բարեխոս կբռնենք որպես իրենց բարեխոսությամբ նաեւ սիրելներ դիրոջ ողորմությունը սերը խաղաղությունը ամբագաս լա մեր բոլորին վրային Աստված ցես արադաբես տողորտնե ծեր բոլորին ուխտը կդարելա Աստված ազգա տողորտնա